Այս երկու շաբաթ իրար հետևից մենք խոսում ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որն է Աստծո առաջնորդությունը դեպի հավիտենական կյանքը։ Մենք գիտենք, որ ուղղակի ցանկանալով գնալ Աստծո հավիտենական պատրաստված հավիտենական կյանքը հնարավոր չի։ Մենք գիտենք, որ մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք գնալու, ինչ ենք անելու, որպեսզի մեր կյանքի մեջ ընթացքը ճիշտ եղնի, որովհետև մենք շրջապատված ենք ոչ միայն անհավատ ու անաստված մարդկանցով, որոնք որ մեծամասնություն են կազմում ցավոք սրտին, այլ նաև մենք շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, որոնք որ մոլորություն են քարոզում։ Եվ սա ցավ է իհարկե, որ այսքան ճնշման մեջ է, այսքան այդ դավլենին որ ասում է, էլի մեջը մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Աստծո առաջնորդությունը, ճիշտ առաջնորդությունը լինի մեր կյանքի մեջ, եւ մենք ինչ որ միտեղ ճանապարհի ինչ որ մի հատվածում չշեղվենք ու չգնանք ուրիշտեղ ու չհասնենք, չգնանք այնտեղ, որտեղ որ Աստված արդեն մեզ հնարավորություն է տվել, որ մենք չգնանք։ Հիսուս Քրիստոսի միջոցով, իր զոհի միջոցով Աստված մեզ տվել է, որպեսզի մենք հավիտենական կորուստից ազատվելով հավիտենական կյանք ունենանք։ Դրամը այս երեք քարոզները, ինչ որ մենք այս երեք շաբաթվա ընթացքում ասեցինք, ուզում եմ ուղղակի հիշեցնել անցյալ անգամվա քարոզների թեման ու այսօր էլ եւս մեկ կարևոր գաղափար պետք է ներկայացվի, որ մենք քննողությամբ մտիկանանք մեր անձին ու կարողանանք հասկանանք որտեղ ենք գտնվում մենք, որ ճանապարհի վրա ենք գտնվում ու եթե ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում, շարունակենք այդպես առաջնորդվել։ Հռոմեացոց 12-րդ գլխի առաջի երկու համարները Աստված մեզ Պողոս Արաքյալի միջոցով այսպիսի խրատ է տալիս։ Римлянам 12 глава 1 стихի։ Արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի սուրբ եւ ասուն ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը, եւ մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Սա կարևոր գաղափար է, որ այսօր շատ մարդիկ ցավոք սրտին բանի տեղ չեն դնում, բայց Աստված մեզ հիշեցնում է, որ մենք ունենք միտք, ու այդ միտքը մեզ առավել եւս տալիս է պատասխանատվություն, որ այդ միտքը ճիշտ օգտագործելով մենք կարողանանք ճիշտ ճանապարհ գնալ։ Քանի որ այդ միտքը կարող է կերպարանվի այս աշխարհի կերպարանքով, ինչպես որ մտածում այս աշխարհը, մենք էլ այդպես մտածենք, սա մեզ կշեղի ճշմարտությունից։ Դրա համար Աստված մեզ հիշեցնում է, որ մեր միտքը ամեն անգամ նորոգվելու կարիք ունի։ Այն նորոգվել, եթե մենք այսօրվա մեր թիվլիզի լեզվով ասենք, պաչինկա անելու բանը կարիք ունի, որ մենք ամեն անգամ նորոգելով մեր միտքը կարողանանք նորից եւ նորից Աստծո կամքի մեջ տեսնել բարին, հաճելին եւ կատարյալը։ Ես նորից եմ ասում, մարդը այնքան է տարված այս աշխարհով, որ ինքը Աստծո կամքի մեջ չի կարող տեսնել բարին, հաճելին եւ կատարյալը, եթե նրա միտքը ճիշտ վիճակի մեջ չգտնվի։ Որտեւ Աստված այնքան բաներ է մեզ արգելում ու այնքան բաներ է մեզ ասում, որ այս մեր մարմինը չի ուզում դրան ենթարկվել, չի ուզում, ինչի պետք է ես գամ այստեղ Կիրակի օրը, ուրիշ օրերը գամ ստեղ նստեմ, բաներ լսեմ, եթե ես այնքան գործ կարող եմ անեմ տունը, այնքան բաներ ունեմ անելու, կամ ինչի ես պետք է թողնամ իմ տունը տեղը, գնամ ինչ որ միտեղ, գյուղեր գնամ, այնտեղ Աստծո խոսքը քարոզեմ, որ դա ինձ համար, իմ ֆիզիկական մարմնի համար տհաճ է, հաճելի չի։ Ու Աստված մեզ հիշեցնում է, որ քանի դեռ մեր միտքը կերպարանվում է այս աշխարհի հետ, մենք պետք է միշտ այդ դժգոհության մեջ եղնենք։ Պետք է ասենք, որ սա մեզի պետք չի, ինչի պետք է, մենք ինքներս արդեն փրկված ենք։ Թող ով ոնց որ ուզում է այդպես էլ փրկվի։ Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ որպեսզի մեզ Աստված փրկեր, մեզ օգտագործեց այն մարդկանց, որոնք որ եկան մեզի վկայեցին ավետարանը ու մենք դրանով
ստացանք այն ուրախությունը, որն որ հավիտենական կյանքի հետ է կապված։ Ու այսօր Աստված մեզ էլ է ուզում, որպեսզի մենք էլ օգտագործվենք Աստվածանից, որ մենք էլ ուրիշներին կարողանանք փրկության ճանապարհը ցույց տալ։ Այդ առաջինը, միտքը պետք է ճիշտ վիճակի մեջ լինի։ Եթե մեր միտքը ճիշտ վիճակի մեջ չեղնի, մենք ոչ մի անգամ չենք կարողանա Աստծո կամքը բարին, հաճելին եւ կատարյալը տեսնել։ Երկրորդ կարևոր բանը, որն որ մենք անցյալ կիրակի օրը հիշեցինք, դա Մատթեոսի 6-րդ գլխի մեջ է գրված, ու Աստված այսպես է մեզ ներկայացնում, արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսը անձամբ ինքն է հիշեցնում մեզի, թե եթե մեր միտքը նորոգվում է, մեր սիրտը որտեղ է գտնվում։ Նայեք ինչ է ասում Մատթեոսի 6-րդ գլուխ 19-21 համարները։ Матфея 6 глава 19-21 стихи. Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրից վրա, ուր որ ցեցը եւ ժանգը ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր որ ցեցը ոչ ժանգը չեն ապականում, ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ Ուշադիր լսեցեք 21 համարը, որովհետեւ ինչտեղ որ ձեր գանձն է, այնտեղ է կլինի ձեր սիրտը։ Ու մենք այսօր հասկանում ենք, որ մեր մեջը կա է դրված է, մեր մեղավոր բնության մեջ դրված է այս հավաքամոլությունը, որ մենք ուզում ենք ինչ-որ մի բանի վրա հույսը դնել, ու շատ անգամ հույսներս դնում ենք այն գումարների վրա, որն որ ստացվում է, կարող է պատահի ամենքի մոտ չի ստացվում է դեն դնել, մտածելով որ այդ սև օրվա դեն դրած գումարները մեզ կօգնի, երբ որ մենք դժվարության մեջ կլինենք։ Բայց Աստված ուզում է, որպեսզի մենք ոչ թե գումարների վրա հույսը դնենք, կամ մեր առողջության վրա, կամ մեր աշխատանքի վրա, կամ եսի մեր կարողությունների վրա, ինչ էլ որ մեզնից է կախված, այլ ուզում է, որպեսզի մենք հույսը դնենք իր վրա։ Եվ բոլոր այն գանձերը, ինչ էլ որ մենք կուտակում ենք, ավելի երկնքում եղնի, որտեղ որ հնարավոր չի այդ գանձերը վատ վիճակի մեջ գտնվել, Աստված մեզ հիշեցնում է, որ եթե դու ունես այդ կուտակելու ցանկությունը, ավելի լավ է երկնքում կուտակի քո գանձերը, որտեղ այնտեղ ոչ ժանգը, ոչ ցեցը չի ապականում եւ ոչ էլ գողերը չեն ծակում եւ գողանում։ Սա շատ կարևոր բան է, ու մենք ամեն մեկս քննում ենք մեր անձը, ինչ վիճակի մեջ է գտնվում մեր ներսը, որտեղ է մեր ներսի ցանկությունները, ինչն է մեր ներսի առավելությունը, պրիորիտետ ռուսերեն ասում են։ Հիմա նայեք, էլի մի կարևոր բան կա, որն որ այսօր եմ ուզում ձեզ հետ խոսալ, եթե միջև անգամ մեր միտքը ճիշտ ուղղությունով է աշխատում, մենք ձգտում ենք ավելի նորոգվել, որպեսզի Աստծո կամքի մեջ գտնել բարին, հաճելին եւ կատարյալը, եւ միջև անգամ եթե մեր սիրտը ճիշտ վիճակի մեջ է գտնվում, մենք կարևորություն ունենք Աստծո առաջնորդության։ Աստծո առաջնորդության, որովհետև ես լավ եմ հասկանում ամեն ինչը, որը որից հետո է Աստծո խոսքի մեջ իմ միտքը ճիշտ է աշխատում, իմ սիրտը չի դրված են գանձերի վրա, ժամանակավոր գանձերի վրա, բայց ես խոմ ճանապարհը չգիտեմ, ուր պետք է գնամ, ես իմ ճիշտ մտքով ու ճիշտ սրտի վիճակով ուր պետք է գնամ, աջ գնամ, ձախ գնամ, հետ գնամ, առաջ գնամ, այդ ամեն ինչը գիտեք մարդու մեջ կա ու մենք գիտենք որ գոյություն ունի մեկ ճանապարհ, որն որ մեզ տանում է դեպի հավիտենական կյանքը։ Այդ մեկ ճանապարհը ինքը Հիսուս Քրիստոսը ասեց ժամանակին, երբ որ այստեղ էր գտնվում։ Հովհաննես 14-րդ գլխի 5-6 համարումը։ Պարզ մենք հիմի այս գաղափարները որ կարդում ենք, չէ, հնարավորություն ունենք մտածելու այն անձնավորությունների հետ միասին, որոնք որ այս հարցը տվեցին, որոնք որ մտածում են այնպես, ինչպես որ պետք է մտածեն, ու այս մեր Թովմաս եղբայրը 12 աշակերտներից մեկը, որն որ օրերից մի օր մեզ հնարավորություն տվեց, որ մենք էլ մտածենք այնպես, ինչպես որ իրենք են, տեսեք ինչ է ասում։ Իոաննա 14 глава 5-6 стихи։ Թոմասը նրան ասեց. Տեր, մենք չգիտենք, թե որտեղ ես գնում, եւ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ։ Շատ լավ ու շատ բարի միտք, որն մարդը, յուրաքանչյուր մարդը պետք է ունենա իր մեջ։ Ես չգիտեմ։ Ես ուզում եմ, որպեսզի դու ինձ օգնես, որ ես կարողանամ գիտենալ։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ
ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչով չի գալի հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Գիտեք, եթե մենք հիմա այսօր քննենք բոլոր աշխարհի բոլոր կրոնների մասին, բոլոր կրոնները անկախ նրանից ինչ կրոնա գտնվում, դա կլինի մուսուլմանական կրոնը, դա կլինի բուդդիստները, քրիշնայինները, ուրիշ կրոնները ինչ որ բազմաթիվ կան, միջև անգամ քրիստոնեական կրոնն էլ, որն մենք գիտենք, ճանաչում ենք, որտեղ ժամանակին մենք այդ կրոնի մեջ էինք գտնվում, մենք տեսնում ենք, որ բոլորն էլ վկայում են Աստծո մասին, բոլորն էլ ասում են, որ երկնքում գոյություն ունի մի զորավոր անձնավորություն, որի անունը Աստված է, ու տարբեր ազգերի մեջ տարբեր ձևով են, մեկը Ալլահ է ասում, մեկը Բոգ, մեկը Աստված, մեկը Ղմերթի, մյուսը էսի մելի, ուրիշ ամեն լեզուները իր ձևով են ներկայացնում, գիտեք, ու միջև անգամ նրանք ովքեր որ տեսանելի ձևով, ովքեր ես մի անգամ զրույց ունեցա մեր հարևան մի եզդու հետ, որ ու ես իրեն ասեցի, այ դու ո՞նց ես պատկերացնում, դուք այսօր արև եք պաշտում, ձեզ համար արևը Աստված է, չէ որ արևը ստեղծագործություն է, նա անշունչ առարկա է ու նա չի կարող Աստված լինելով ձեզ առաջնորդի, ձեզ օգնի, ձեզ օրհնի, ո՞նց կարող է, այս ակնոցը ո՞նց կարող է ինչ որ մի բան անի, եթե ես չօգտագործեմ այս ակնոցը, անպետք կարող է բան կերնի, անպիտանի մի բան կերնի, ոչ մի բանին պիտանի չերնի, դու ստեղծագործությունը անշունչ առարկան բռնել եք Աստված եք դարձրել ու նրան եք պաշտում, ասում դու ո՞նց ես կարծում, մենք ճիշտ արևին ենք Աստված տեղ դնում, չէ, մենք գիտենք որ արևը ուղղակի տեսանելի Աստծո կերպարն է, այ ոնց որ ասում դուք ինքը խոմ չի գիտեմ մենք ոնց ենք բանանում, չէ, չնայած ես շատ եմ խոսացել, դե մարդը մոռանում է, ոնց որ դուք քրիստոնյաները պաշտում եք սրբապատկեր, մոմ, խաչ, մենք էլ արև ենք պաշտում, բայց մենք խոմ չենք ասում որ արևն է Աստված, մենք գիտենք որ Աստված է, ուղղակի արևը Աստծո տեսանելի պատկերն է։ Նայեք դաժե միջև անգամ այդ ձևի մարդիկ, որոնք որ արևը պաշտեն, կրակա պաշտեն, կովեր են պաշտում, բաներ, կռիսներ են պաշտում կամ օծեր են պաշտում, նրանք էլ գիտեն որ դրանք ուղղակի Աստծո տեսանելի պատկերներն են։ Դե հрьяաներն էլ վեցեցին ու մի հատ ցուլ սարքեցին, ցլիկ սարքեցին ոսկուց ու դաժե ասեցին որ այս Աստվածը, որին մենք սարքեցինք, նա մեզ դուրս բերեց Եգիպտոսից, բայց այնտեղ հիմարներ չէին հրեաները, խոմ հասկանում են որ իրանք արդեն դուրս եկած Եգիպտոսից սարքեցին այդ ցլիկը, նրանք ուղղակի այն Աստծուն, որին որ պաշտում էին, տեսանելի ձևով ներկայացրեցին ցլիկի ձևով։ Ու այսօր գիտեք հարցը նրանում չի որ մենք նայում ենք այնտեղ եզդի կա, այնտեղ մուսուլման կա, որոնք Մահմեդին է պաշտում, բուդդիստները բուդդային են, մենք գիտենք որ նրանք էլ Աստված են պաշտում, բայց նրանց մեջ գիտեք ինչ կա, նրանց մեջ չկա ճանապարհ, որը նրանց կօգնի որ նրանք գնան դեպի երկինքը։ Իրանք կարծում են որ օրենքը կատարելով կարող են երկնքի արքայությունը ժառանգել։ Բայց Աստծո խոսքը մեզ հիշեցնում է միջև անգամ մի հատ գեղեցիկ օրինակ է բերել ամբողջ 5 կտակարանում, որտեղ որ հрьяաներին օրենքը տրվեցավ ու ասեց որ եթե օրենքը կատարեք կփրկվեք, բայց մենք բոլորս լավ գիտենք որ այսօր մարդ չկա որ օրենքը կատարի։ Մարդ չկա որ օրենքը չխախտի։ Ու եթե ես գիտեմ որ ես ունենալով օրենքը, ես խախտում եմ այդ օրենքը, բա ո՞նց կարող եմ երկինք մտնել։ Հույսը դրել եմ այն բանի վրա, որ Աստված ողորմած է ու տվել է օրենք ես խախտում եմ, բայց միևնույն է վերջով Աստված ինձ հավիտենական կյանք կտա։ Այդպես չի։ Գիտեք, հետաքրքիրը այն է, որ մենք ունենք մի անձնավորություն, ես նորից եմ ասում, սա ոչ թե ուղղակի քրիստոնեական կրոնն է, այլ քրիստոնեական ուսմունքը հնարավորություն է տալի հասկանալու, որ մենք ունենք մի անձնավորություն, որն որ միակ ճանապարհն է դեպի հավիտենական կյանքը։ Ինքը չի ճանապարհ ցույց տվողը, ինքն է ճանապարհը, որի միջոցով մենք կարող ենք գնանք դեպի հավիտենական կյանքը ու այդ անձնավորության անունը Հիսուս Քրիստոսն է։
Բայց քանի որ մենք հասկանում ենք, որ երբ որ մի անգամ ինչ որ մի տեղ ենք ուզում գնալու, այդ տեղը չգիտենք, փառք Աստծո 21-րդ դարում ենք գտնվում, ամենքը հեռախոսներ ունեն, հեռախոսի մեջ GPS կա, այսինքն ինչ որ օգնում է մեզի ճանապարհները ցույց տալու համար, բայց մի անգամ այդ GPS-ը չօգնելու համար ունենք լեզու, խոսալու հնարավորություն ու մարդուն հարցնում ենք, տեսանելի մարդուն, ասում ենք, այ դու ո՞նց ես կարծում, այս տեղը որտեղ է գտնվում։ Ու ինքը կամ մեզ տանում է ու մենք նա հետևից գնալով մենք ֆիզիկապես տեսնում ենք այդ մարդուն, որ կարողանանք հասկանանք, որ այդ մարդը գնում է, հետևից գնում եմ։ Կամ թե չէ ինքը կարող է մեզի ֆիզիկապես ցույց տալ, այդ ձեռքով, ասենց կգնաս, նենց կգնաս ու կհասնես տեղը։ Մեր առաջնորդություն, մեր առաջնորդը անտեսանելի է, ժողովուրդ։ Մենք չենք կարող տեսնալ ու հետևից գնալ ու վերջի վերջով կհասնենք տեղ, անտեսանելի է։ Նա չի երևում, նա մեր մեջն է գտնվում ու դաժե մեր մեջը գտնվելով ինքը մեզ ֆիզիկապես չի խոսում մեզ հետ, որ ասի գիտես, այսպես պետք է անես, այստեղ պետք է գնաս, նենց պետք է գնաս, որ կարողանաս հավիտենական կյանք ժառանգես։ Պետք է Քրիստոսի առաջնորդությունը։ Մեզ պետք է որպեսզի մենք կարողանանք հասկանանք, թե ինչ պայմաններ կա, ինչ է ասում Քրիստոսը, որ մենք կարողանանք այդ առաջնորդության ժամանակ այդ անտեսանելի Աստծո հետևից գնալ եւ ոչ թե ուղակի այսինքն մտի մեջ ոնց է մարդը գնում, չէ, նա օշուպ, շոշափելով է գնում ու չգիտի ինչ է, մեկը գլուխը պատին է խփում, որովհետեւ չի տեսնում։ Դրամը ուզում եմ միտեղ կարդալ ու այդտեղը մի քիչ ձեզ հետ միասին քննել, որպեսզի մենք մտածենք ու ամեն մեկը նորից եմ ասում, մեր գլխավոր նշանակությունը ոչ թե նրանում է կայանում, որ հիմի քարոզ լսեցինք ու հետո այդ քարոզը գնահատեցինք, ասացինք, որ լավ էր կամ լավ չէր ու գնացինք տուն, այլ կարողանանք հասկանանք, որ Աստված ինչ է ուզում մեզանից, որ մենք կարողանանք ճիշտ ընթացք ունենալ։ Մատթեոսի 16-րդ գլխի 24 համարն եմ կարդում ձեզ հետ միասին, մի շատ կարևոր գաղափար, որն որ մեզ հնարավորություն է տալի մտածելու դրա մասին, Մատվե 16 глава 24 стих. Անդրում եմ ուշադիր լսեցեք։ Այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասեց. Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, շատի լսեցեք, թող իր անձը ուրանա եւ իր խաչը առնե եւ իմ հետևից գա։ Երեք կարևոր բան, որ Աստված մեզ բացում է այս գաղափարի մեջը։ Եթե ուզում ես որ իմ հետևից գաս, ուզում եմ Տեր, ես շատ եմ ուզում որ իմ հետևից գամ, քո հետևից գնամ, բայց ուր ես դու որ կարողանամ քո հետևից գնամ, ես չեմ տեսնում քեզի իմ ֆիզիկական աչքերով։ Այ եթե ուզում ես իմ հետևից գաս, առաջինը ինչ որ պետք է անես, քո անձը պետք է ուրանաս։ Հետաքրքիր գաղափար է, գիտեք, որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու, թե ինչ է նշանակում ընդհանրապես անձը ուրանալ։ Ինքներս մեզ պետք է սպանենք, թե ինչ որ մի բան պետք է վնաս պետք է տանք մեզի, որ կարողանանք Աստծուն ցույց տալ, որ մենք մեր անձը ուրանում ենք։ Իհարկե ոչ, Աստված ոչ ինքնասպանությունն է բանանում ասում, ոչ ասում է որ դուք ձեզի տանջեք ձեր գլխին խնդիրներ բերելով, ավելորդ խնդիրներ բերելով, այլ Աստված մեզ հիշեցնում է մի կարևոր բան, որ մենք շատ ենք մեզ վրա ուշադրություն դարձնում։ Շատ ենք ուշադրություն դարձնում, ժողովուրդ։ Մենք այնքան շատ մեր հոգու համար չենք մտածում, ինչքան մեր ֆիզիկականի համար։ Մի անգամ երբ որ տեսնում ես որ մարդը միջև անգամ շաբաթը մեկ անգամ չի կարողանում գալ կամ չի հաջողությունում մնաց, որպեսզի գա եկեղեցի, մտածում ես, ասում ես, ոնց կարող է մարդը ասենց բան անի, բայց ամեն օր առավոտի ցիրուգուն մտածում է ինչ ուտի, ինչ խմի, ինչ անի, ինչ չանի, որպեսզի այս մարմինը, որն որ ուշ թե շուտ պետք է ճիճուների փայ դառնա, այս մարմինը կարողանա խնամի, պատրաստ պահի, որ կարողանա ապրի այս ֆիզիկական կյանքի։ Խոմ մենք բոլորս գիտենք, որ այս մարմինով մենք չենք ապրելու հավիտենական, բայց միևնույն է այս մարմինը այնքան մեզ գրավում է, որ մենք մտածում ենք, որ ամեն ինչ անենք, որ այս մարմնի խնդիրներ չունենա։ Հələ միտեղ մի փոքր միտեղ ցավ եղնի, ոնց ենք վազում բժշկի մոտ, որ հետո էլ փողերը չենք խնայում, որ կարողանանք այս մարմնի ինչ որ մի խնդիրը վերացնելով
հանգիստ ապրել ես կյանքի մեջ։ Բայց երբ որ հոգևոր հիվանդություն է գալի, երբ որ մարդու մեջ կամած մարում է Աստծո հետ միասին քայլելու ցանկությունը, մարդը դրա վրա այնքան ուշադրություն չի դասում։ Հա ինչ եղավ, եթե ես այսօր եկեղեցի չեկա, աշխարհը խոմ շուրջ եկավ, ես գիտեմ որ այնտեղ ես այսօր այնտեղ չեմ գտնում, բայց այնտեղ ծառայությունը գնում է։ Իմ պատճառով ծառայությունը չի խափանվի։ Չի խափանվի։ Բայց գիտեք, երբ որ մարդը, ինչպես Աստծո խոսքի մեջ ասում է, Եբրայեցուց թղթի մեջ ես չեմ ուզում բացեմ կարդալ, բայց այնտեղ դուք հիշում եք, չի, ասում է, ձեր ժողովները բաց մի թողեք, ինչպես ոմանք սովորություն են դարձրել։ Այսինքն, այդ մարդիկ միանգամից սովորեցին ժողովները բաց թողնել։ Նրանք մի անգամ չեկան, երկու անգամ չեկան, հետո տեսան որ ոչ մի բան այդպեսի արտակարգ բան չէր անում։ Ոչ մի խնդրեմ չկա, վերևից կրակ չի իջնում, մեզի չի սպանում, մենք ոչ մի բան չենք եղնում ու մի անգամ, երկու անգամ, երեք անգամ սովորություն է դառնում։ Եվ մարդը սկսում է կամաց իր հոգու մասին չմտածել։ Ժողովուրդ, ես գիտեմ որ ես հոգի ունեմ, փառք Աստծո, ժամանակին ապաշխարել եմ, մկրտվել եմ, հիմա ապրում եմ այս կյանքի մեջ, այ որ չգնացի ինչ եղավ որ։ Կարող է հոգիս մեռավ։ Ու դες մտածելով ինքը առաջ է գնում ու ամենացավը գիտեք ինչ է։ Ամենացավը այն է որ եսը, մարդու եսը, որն շատ անգամ մարդու վրա իշխում է, այդ եսը դառնում է մարդու համար Աստված։ Իմ անձը ինձ համար այնքան կարևոր է, որ այնտեղ ինչ Աստված, ինչ բան։ Ու ես չհասկանալով, ես շեղվել եմ արդեն ճանապարհից։ Ես էլի նույն ավետարանական մկրտական եկեղեցու անդամ եմ։ Ես էլի այդ ուսմունքի հետևից եմ գնում, բայց ես արդեն շեղվել եմ։ Ինչի համար, որովհետև ինձ համար Աստված այնքան կարևոր չի, ինչքան իմ եսը։ Կիրակնորյա դպրոցի աշակերտներին, մենք այն ժամանակվանից սովորեցնում ենք, որ գոյություն ունի երկու վիճակ մարդու մեջ է։ Երբ որ եսը գահի վրա է նստած, երբ որ Քրիստոսն է գահի վրա նստած։ Էսի երեխեքի սովորեցնելու բանն է, ու մենք բոլորս լավ գիտենք, որ եթե մեր գահի վրա մեր եսն է նստած, ուրեմն մեր անձը այնքան նշանակալի է, որ Աստված տեսնում է, որ ես այնտեղ ոչինչ եմ։ Ոչ էլ հոգևոր վիճակն է, հոգին ոչինչ է։ Դե ես ինչ գործ ունեմ այնտեղ։ Ինչ գործ ունեմ միտեղ, որտեղ որ ինձ բանի տեղ չեն դնում։ Բայց երբ որ մենք մտածում ենք այդ բանի մասին, որ եսը պետք է ուրանալ, շատ անգամ, երբ որ հարցը առաջանում, ում ավելի լսենք, իմ եսին թե Աստծուն, մենք ընտրություն ունենք իմ սիրելիներ։ Մենք շատ անգամ այդ ընտրությունը ճիշտ չենք անում, երբ որ եսը ավելի է գերադասում քան Աստված։ Դրա համար տեղեր կա, երբ որ մենք մեղքի մեջ ենք ընկնում, տեղեր կա, երբ որ մենք ամեն հաուչեի համար ծառայություններին բացակայում ենք։ Տեղեր կա, որ ես նորից եմ ասում, հասկանալի է, որ մարդը մեծանում է, ճնշում ունի, բարձր ճնշում ունի, շատ մարդիկ կան շաքար ունեն, այսօր ես չափեցի շաքարը 340 է, բայց ես եկել եմ ստեղ։ Ես կարող էի տունը պարկեի ու ասեի, այսքան բարձր շաքարով ես գնամ այնտեղ, բա որ հանգած ուշքս անցնի ինքնին, չէ, ես հույսը դրել եմ Աստծո վրա ու աղոթք եմ արել ու խնդրել եմ Տեր ողորմա օգնի որ ես կարողանամ ոչ թե դրա համար օճոք չկար այսօր ծառայությանը թեկուզ ամենքն էլ եղներ բայց ես ուզում եմ որպեսզի ծառայությանը մասնակցեմ ու տեսնում եմ որ Աստված հաջողությունում է ժողովուրդ ես ուզում եմ որպեսզի նույն ձևել շատ անգամ մի բան չափեցի մի քիչ ավելա դեղ խմեցի հետո էլ ասեցի չէ հա գնամ բաղուրջամփին վատ դառնամ բա Աստված ուր է Ես նորից եմ ասում, ես չեմ ասում, որպեսզի դուք իմ խոսքով անեք այդ բանը։ Սրան հավատք է պետք։ Եթե հավատք չկա, եթե մարդը շարունակում է իր եսի վրա դողալ, իր մարմնի վրա դողալ, ու ինքը Աստծո հույսը չունի, չի հիմնվել Աստծո վրա, սիրտը էլի այս կյանքի գանձերի վրա է գտնվում, այ մարմինը ամենամեծ գանձը իմ մարմինն է։ Ինչքան կարելի է այս ջանից ջան ասեմ, որ կարողանա լավ եղնի։ Պետք է եղած ժամանակ կպարկեմ էլ, չեմ գնալ, չեմ անի էլ, հետո ինչ։ Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ երբ որ ես ունեմ ընտրություն, Աստված թե իմ եսը, ես պետք է հասկանամ, որ Աստված ինձ համար ավելի կարևոր է, քան թե իմ եսը։ Դրա համար Աստված ասում է, երբ որ պետք է քո եսին հաճեցնել,
ու հետո կամ Աստծուն հաճեցնել, դու ընտրություն ունես, բայց ընտրի քո բանը, քո եսին չհաճեցնես, այլ Աստծուն հաճեցնես։ Սա համահավատ կա պետք, գիտեք, սրա համա եսը ուրացնել է պետք, որովհետև եսը միշտ էլ գլուխը բարձրացնում է ու նա ամեն անգամ պահանջներ ունի, որը այնքան ուժեղ է, որ մենք շատ անգամ չենք կարողանում եսին հակառակ կենալ, որովհետև Աստված մեզ համար առաջի տեղը չի։ Նայեք 2 Տիմոթեոս 3 գլուխ 12 համարը, ինչ է ասում։ 2 Тимофея 3 глава 12 стих. Եվ ամենը, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսումը հալածանք պիտի կրեն։ Հասկանում եք, չէ՞։ Ես այսօր որոշել եմ Հիսուսի հետևից գնալ, բայց հալածանքը ինձ հաճելի բան չի։ Ես չեմ ուզում հալածվել։ Ես ուզում եմ համ Հիսուսի հետևից գնալ, համ իմ կյանքը վայելել։ Ինչի կարող է պատահի ես նիախոր եմ, մի քանի անգամ դուրս գամ։ Մի անգամ կյանք ունեմ, ես կյանքն էլ չվայելեմ, լավ չի այդ բանը։ Դա համել, երբ որ հալածանք խոսքը լսում ենք, անպայման չի, որ այն հալածանքները, որոնք որ այսօր, դաժե այսօր 21-րդ դարի քրիստոնյաները ունեն այդ հալածանքները, երբ որ մարդկանց սպանում են Քրիստոսի անունի համար։ Ես հիշում եմ, քանի անգամ եմ ասել, ուզում եմ մի անգամ էլ կրկնեմ, որ մենք նորից թարմացնենք մեր միտքը։ Երբ որ ես բանումը Հայաստանում գնացել էի կոնֆերենցիան վերջացավ, մենք արդեն պատրաստում ենք գնալու, մեկ էլ տեսանք մի խումբ եկավ, որոնք որ մեզ նման չէին։ Մի քիչ մուքոտ էին, ուրիշ ազգին, ասացինք սրանք ովքեր են, գնանք իմանանք, էլի, խոսանք հետները, մի քանի բառ խոսենք Քրիստոսի մասին, գնացինք, դուրս եկավ, որ նրանք պարսիկներ էին, Իրանից էին եկել, պարսիկներ, ոչ թե Իրանի ապրող հայերը, այլ պարսիկները եկել էին ստեղ, ինչի են եկել, որ մկրտվեին։ Դուք պատկերացնում եք, Պարսկաստանից Հայաստան են եկել, որ մկրտվեն։ Որտեղ այնտեղ հնարավորություն չկա։ Ու երբ որ հարց ու փորձ եղավ, իրանք ասեցին, ասում են, մենք չգիտենք ինչ կեղնի մեզ հետ վերադառնալու ժամանակ։ Հնարավոր է բռնեն մեզի բերդ նստեցնեն։ Այնտեղ միջև անգամ միջև հիմի քարկոծելու օրենք կա։ Եվ երբ որ մարդիկ ինչ որ մեկը մուսուլմանությունը, մահմեդականությունը թողնում է եւ ուրիշ առանձնապես քրիստոնյա կրոնի քրիստոնեությունը ընդունում, իրանց ժողովուրդը քարկոծում են։ Բարի բուն իմաստով քարկոծում են եւ պետությունը ոչ ոքին չի արգելում։ Չի ասում, որ դուք քարկոծում եք, դրա համար դուք մարդասպանության համար կբռնվեք, չէ։ Պետությունը ասում է նորմալ է։ Այսինքն նա օրենք չկա քարկոծելու, բայց երբ որ քարկոծում են ու նրանք չեն պատժում, ուրեմն դա դուս է գալի, որ պետությունը առանց օրենքի թույլ է տալի, որ արեք այդ բանը։ Ու այն մարդիկ գիտենալով, որ իրանք կարող են վնասվել, պատկերացրեք եկել են ստեղ ինչի համար են եկել։ Ու այնա մահմեդական ես, մնա էլի քեզ համար։ Խոմ ասում ես որ Աստված է, չէ՞, Մահմեդի Աստվածը, Ալլահը։ Դե այնա մնա էլի, վերջով երկինք հասկացել էին, որ հնարավոր չի։ Ու իրանք իրանց անձը ուրացնելով, իրանք իրանց անձը վնաս տալու համար միջև անգամ այդ քայլերին են կատարում։ Մենք որ ապրում ենք քրիստոնեական աշխարհումը, որտեղ որ քարկոծում չկա, բերդ չեն նստեցնում քրիստոնեության համար, մենք միևնույն է վախենում ենք։ Ու ինչից ենք վախենում, որ հանգած ինչ որ մեկը մեր վրա կարծիքներ չունենա։ Դրա համար էլ բերանես մեկա դրած ապրում ենք այս կյանքի մեջ, որ մեկին ասեմ ու հետո սկսի ասի խելքը տուրեր, ուր ես գնացել, եկա մարդ ես, եկա կնիկ ես։ Ավելի ոսոս կենամ։ Այդտենց է թե չէ ժողովուրդ, մենք վախենում ենք վկայելու դրա համար մեր վրա կարծիքներ կստեղծեն։ Իսկ նրանք չեն վախենում վկայելու միջև անգամ երբ որ մարդը սպանելու բան ունեն, վտանգի առաջ են կանգնած։ Սա իսկական անձի ուրացում է, երբ որ մարդը վախ չունի։ Վախ չունի ոչ թե այս էլեկտրական բանի մեջ մտցնելու, պետք չի մտցնել այնտեղ, այլ որպեսզի Աստծուն վկայություն տալու համար։ Երկրորդ կարևոր տեղը, որն որ Գործ առաքելոց թղթի մեջ է գրված, տեսեք ինչ է ասում Գործ առաքելոց 14-րդ գլուխ 21 համարը։ Ձիանի ապոստол 14 глава 21 стих։ Աշակերտների սրտերը հաստատեցին եւ հորդորեցին, որ հաստատ կենան հավատքի մեջ, եւ թե շատ նեղություններով պետք է
ձեզ մտնել Աստծո արքայությունը։ Գիտեք, երբ որ մի անգամ ընտրություն կա, էլի, ասենք, ես գիտեմ, որ ես կարող եմ քրիստոնյա լինել ու դրանով ոչ մի նեղություն չքաշել։ Ժամանակին տեն չենք, ով էր մեզ է ասում, որ ուր ես գնում, ինչի ես այնտեղ խաչում մոմ պաշտում, ինչի ես սրբապատկեր պաշտում, ով է ասում մեզի, բոլորը այդպիսին են, մենք էլ այդպիսին ենք։ Ու մենք մեծ քրիստոնյա անվանելով, մենք ապրում ենք այս կյանքի մեջ հույս ունենալով, որ դրանով մենք կարող ենք երկինք ժառանգել։ Բայց հետո Աստված բաց արեց, որ այտենց հնարավոր չի։ Մենք փոխվեցինք, բայց փոխվեցինք մարդկանց տեսանելի ձևով, թե ձգտում ենք էլի առաջվա նման ծածուկ մնալ, բայց միևնույն ժամանակ մեզ քրիստոնյայի տեղ դնել, ասում եմ շատ նեղություններով։ Նեղությունը գիտեք ինչի կկեղնի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը օրերից մի օր մի այդ կարևոր ճշմարտություն ասեց, որն մեզ հնարավորություն է տալի մտածելու։ Տեսեք ինչ է ասում Հովհաննես 15-րդ գլուխ 20 համարը։ Իոաննա 15 глава 20 стих. Հիշեցեք այն խոսքը, որ ես ասեցի ձեզ, թե ծառան իր տիրոջից մեծ չի։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու։ Եվ եթե իմ խոսքը լսեցին, ձեր խոսքն էլ կլսեն։ Եթե ինձ հալածեցին, ինձ, որ ես Աստված եմ, որ ես Տեր եմ, եթե դուք ուզում եք իմ հետևից գալ ու ուզում եք խուսափել հալածանքը, չի ստացվի։ Կամ դուք պետք է կեղծավորություն անեք, կամ պետք է դուք հալածվեք։ Ուրիշ ոչ մի հնարավորություն չկա։ Ու կեղծավորությունը շատ անգամ մարդը ավելի է ընտրում։ Ես նորից եմ ասում, առաջի անգամ, երբ որ մենք գնացինք այնտեղ կախոկայից դուրս ենք եկել, արդեն ամեն ինչ նորմալ է, հիմա ենք գալի, որտեղ ծառայությունը անցկացնենք, որովհետև մենք ասեցինք կախոկայում, որ մեզ առանձին տեղ տվեք, չտվին։ Ու որոշեցինք գնալ, ինչ-որ միտեղ գտնել, որովհետև մենք այս շինությունը չունեինք, ու ոչ միտեղ չունեինք հավաքվելու, հնարավորություն չունեինք, տունն էլ չկար այդ ձևի, Ազիզովների տունն էր բաց, ամեն անգամ չէին կարող այն մարդկանց նեղություն տալ, ու որոշեցինք, որ մենք այնտեղ Աֆրիկայի ճանապարհի վրա, Քինզմարալու փողոցի մեջ գնալ այնտեղ, Փառք Աստծո, այնտեղի երեցը մեզ հետ համաձայնվեց, մեզ ժամանակ տվեց, մենք գնացինք ու առաջի անգամ որ գնացինք, մեկ էլ մեր քույրերից մեկը հանդիպեց ընդեղի ինչ որ քույրերից մեկի հետ, փաթը տվեցին, պաչեցին, այն քույրը ասում է. Ինչ գործ ունես այդտեղ։ Ասում է. Ո՞նց ինչ գործ ունեմ, ես եկեղեցու անդամ եմ։ Դու ես եկեղեցու անդամ ես։ Հետո ժամանակի ընթացքում ես զարմացա, թե ինչի զարմացավ։ Այս կնիկը թե դու եկեղեցու անդամ ես, ասում է տարիների ընթացքում մենք իրար հետ աշխատել ենք, ինքը տեսնում էր, թե ես ոնց էի վկայում մարդկանց Քրիստոսի մասին, բայց մի խոսք չի ասել այս կնիկը, ես չէի գիտա, որ ինքը հավատացյալ է, այնքանով սուսկեցած էր ու իր համա ապրում էր, որովհետև վախենում էր երևի, որ հանգած ուրիշները չիմանան, հիմի հարց է առաջանում, ուզում եմ հարց տալ ուղղակի, աշխատանքը հիմի ամենքը չի որ աշխատում է, ձեր թաղամասում, ես էլ իմ մասին եմ ասում, ձեզ ճանաչում են որպես ավետարանական եկեղեցու հետևորդ։ Ձեր թաղ, որտեղ որ դուք ապրում եք, ձեզ ճանաչում են։ Որտեղ եթե դուք չվկայեք Քրիստոսի մասին, դաժե ձեր հարևանության մեջ է, դուք չեք կարողանա ճանաչված եղնել։ Ճակատի վրա խոմ չի գրած որ դուք այնտեղ են մոմուտ խաչ չեք պաշտում, այլ ավետարանական եկեղեցի եք։ Մինչև բերաները չբացանեք ու Քրիստոսի մասին չվկայեք, բայց քանի որ մենք ամաչում ենք, քանի որ մենք չենք ուզում խայտարակ եղնել մարդկանց առաջը ու մարդկանց կողմից անարգվել, սուս են կենում ու ժողովուրդը մեզի չի ճանաչում։ Ցավ է, բայց փաստ է։ Որտեղ ես բանը դա մել ասում եմ, երբ որ մարդը իր անձի վրա այնքան է դողում, որ հանգած մի բան չեղնի իմ անձից հետ, դաժե բարոյական, չեմ ասում ֆիզիկական, բարոյական, ես ամեն ինչ կանեմ, որ ժողովուրդը իմ հասցեին ոչ մի վատ բան չասեն։ Ոչ մի վատ բան չասեն, միջև անգամ եթե Քրիստոսի ճիշտ հետևորդությունը կարող է պատահի մարդկանց կողմից ծաղրանքի առարկա դառնա։ Չէ, ինչի պիտի ավելորդ տեղ է գլուխս ցավեցնեմ։ Մտածենք դրա մասին։ Ինչքանով ենք մենք այս դողում ես մեր անձի մասին ու չենք ուզում ուրանալ, չենք ուզում որպեսզի մարդիկ մեզ տեսնան այնպեսին ինչպեսին որ մենք վկայում ենք մեր մասին։ Երկրորդ կարևոր բանը, որ առաջինը անձի ուրանալն է, երկրորդը Մատթեոսի 16-րդ գլխի 24 համարում այսպես է ասում. Եվ իր խաչը առնի։
խաչ, որն որ ժամանակին հրեաների համար շատ հասկանալի բան էր, ինչ է նշանակում խաչը։ Երբ որ դատապարտված անձնավորությունը կամ լրիվ խաչը, կամ խաչի մի մասնիկը վզին դրած գնում էր մինչև այնտեղ, որտեղ որ պետք է խաչվեր։ Այսինքն ինքը իր խաչը կռում էր, տանում էր դեպի պատժատեղը։ Մենք չգիտենք այդ բանը, մեր ժամանակ ոչ ոք չի խաչել ու դրա համար հրեաների համար պարզ է, բայց միևնույն ժամանակ այսօր ժողովուրդը ունեն իրենց պատկերացումը խաչի մասին։ Ես շատ եմ լսել դրա մասին, երբ որ հիվանդը կամ թե չի հիվանդատերը, ես ուղղակի տաքություն ունեցողի մասին չեմ խոսում, այն հիվանդությունը, որն որ խնդիրներ է բերում։ Օրինակ քիչ առաջ մենք ասացինք, որ մեր ցողի քույրը հիվանդ է, ծանր հիվանդ է ու նրան խնամել է պետք։ Հիմա եթե դուրս գա ու Միշան կամ Էլան ասի, որ ցողիկը մեզ համար խաչ է դարել, որովհետև մենք իր խնամքի մեջ ենք գտնվում, ամեն անգամ մի քիչ էլ կապրիզնի է, կամակորություն է անում ու այդ մեր խաչն է, ինչ անենք, ուտի ուզենք չուզենք կարենք։ Ճիշտ չի, որովհետև Տերը գիտեք ինչ է ասում է ոչ թե հանգամանքներից ելած է, որ խաչ է ձեզ համար, ասենք հիվանդություն կամ հիվանդ պահելը, ծանր հիվանդ պահելը, կամ նեղության մեջ գտնվելը, կամ մի երկրում գտնվելը, որտեղ որ վատ վիճակ է գտնվում, էդի չի խաչը։ Որտեղ Տերը ասում է, ոչ թե ձեզ վրա եկած ինչ որ մի հատ խնդիրը, այլ դուք ինքդ պետք է վերցնեք այդ խաչը ու գնաք։ Դուք ինքդ պետք է վերցնեք։ Դուք ինքդ պետք է համաձայնվեք Աստծու հետ, որ ես պատրաստ եմ այդ խաչը տանելու։ Նորից եմ ասում, այդ անձի ուրացումը նույնպես խաչ տանելու բան է։ Երբ որ ես կարող եմ իմ անձի համար հոգ տանել, բայց Աստծու պատճառով, Աստծու գործի պատճառով ներողություն, Աստծու համար ես պատրաստ եմ իմ անձը ուրանալու։ Եվ ծառայության մեջ մտնելով իմ ֆիզիկական վիճակը ավելի չգերադասելով, քան թե հոգևորը։ Երբ որ ես մտածում եմ, որ ես կարող եմ ավելի շատ փող դատել, եւ կարող եմ ես ավելի շատ լավ բաներ անել իմ կյանքի մեջ, ավելի վայելքներ ունենալ, բայց ծառայությունը ինձ հնարավորություն չի տալի այդ բանը անելու, ես կարող եմ ծառայել իմ սիրելիներ, ես կարող եմ էլի շարունակել գործը անել, որովհետեւ իմ մեջ քիչ-միչ միևնույն է վախ կա, որ հանգած Աստված ինձ չպատժի։ Բայց դա անեմ ճառալով։ Բայց դա անեմ առանց իմ կամքը դրա մեջ դնելով։ Մի կերպ գլորվեմ, էլի, մեկը վերջի պետք է ուշ թե շուտ մեռնեմ գնամ ես կյանքից։ Ցեմբոլի ոչինչ չեմ տանելու, գրված է, չէ՞, մենք լավ գիտենք ոչինչ չեմ տանելու։ Այսը ճռռալով գնալով ուրախություն չունենալով այդ բանի մեջ։ Իսկ երբ որ մարդը Աստծո ծառայության մեջ ուրախություն է տեսնում, չնայած որ իր մարմնին դժվարությունների մեջ է գցում, չնայած որ իր մարմինը տանջում է, երբ որ ինքը նեղության մեջ է գտնվում Աստծո ծառայության համար, այդ դա այն խաչն է, որն որ Աստված հավանում է։ Հետաքրքիր է, Մատթեոսի 10-րդ գլուխ 38 համարը, տեսեք ինչ է ասում, այնտեղ Տերը արդեն կոնկրետ է ասում, եւ ով որ չի առնում իր խաչը, իմ հետևից գալիս, նա ինձ արժանի չի։ Ինչ է նշանակում դա։ Աստված ասում է, խաչը թե չվերցեցիր չեկար հետևից, ինձի արժանի չես։ Դա գիտեք ինչ է, դա այդեն դատապարտությունն է, որ դու եթե արժանի չես Քրիստոսին, ոչ էլ արժանի ես Քրիստոսի արքայությանը։ Բայց այստեղ մի քանի կարևոր գաղափարներ կա այս 10-րդ համարում, որ ուզում եմ ձեզ ներկայացնեմ, որ մտածենք դրա մասին, որովհետև գիտեք, շատ բաներ կա, որ մենք մեր կյանքի մեջ կարող ենք անել, բայց ելի եմ ասում, միայն Աստված գիտա մեր սրտերը ու գիտա թե մենք ինչպես ենք անում եւ ինչի ենք անում դա։ Չէ՞ որ այսօր կարող է մարդը ինձ հետ համաձայնվում եք, որ կարող է ցուցադրական ինչ որ մի բան անի։ Այ իմ ծառայությունը կարող է ցուցադրական լինել, որ ես ցույց տամ, որ ես լավն եմ, բայց իրականում ինչ է իմ մեջը, գիտեմ ես եւ գիտա Աստված։ Դա էլ եկեք առաջի մի քանի գաղափարներով ներկայացնենք Մատթեոսի 10-րդ գլուխ 32-33 համարը։ Նայեք, խաչը վերցնելու համար ինչ կարևոր զոհաբերություններ է պետք։ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավան է,
Ես էլ նրան կդավանեմ իմ հոր առաջին, որ երկնքում է, եւ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքում է։ Այս խաչը վերցնելու պայմաններից մեկն է, իմ սիրելիներ, երբ որ մենք ուրանալու համար չենք դավանում Աստծուն։ Չէ, մենք չենք մտածում, որ ուրանում ենք Քրիստոսին։ Մենք խոմ չենք ասում, որ ընդհանրապես մենք քրիստոնյա չենք, կամ թե չէ այս եկեղեցու անդամ չենք, ստեղ որ գտնվում եմ, ես ինձի անենց լավ եմ զգում, ոնց որ ասում են, ամենքս մեր ապսեի մեջ է, մեր թեփշի մեջ են գտնվում, սվայի տարելքի նախոդիմս, բայց երբ որ դուս են գալիս, այնտեղ, երբ որ մենք հնարավորություն ունենք Քրիստոսի մասին վկայելու, երբ որ դավանանքը մեր բերանից պետք է դուրս գա ավետարանը քարոզելով, վկայելով մարդկանց Քրիստոսի մասին, այնտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, դու հավատացյալ ես, դու իմ հետևորդ ես, դու խաչը վերցրել ես, ասում ես, որ խաչը վերցրել ես, գնացել ես, բայց եթե դու ամանչում ես ու չես դավանում, գիտեցի որ կգա ժամանակ, երբ որ դու մեղքի մեջ կընկնես, իսկ դա ամեն րոպե կարող է եղնի։ Ես էլ քեզ չեմ դավանի, այ եկուց ներողություն, մյուս կիրակի մենք դրա մասին հենց պետք է խոսանք։ Տերը հիմի երկնքում հոր Աստծո աջ կողմն է գտնվում։ Նրա գտնվելու պատճառը ինչն է, որ մեզ համար բարեխոսի։ Այ այդ դավանանքն է, որ Տերը հնարավորություն է տալի մեզ ոչ միայն ապրելու այս կյանքի մեջ, այլ քրիստոնյա մնալու։ Որովհետև ամեն անգամ երբ որ մեղք են գործում, Հայր Աստված իր արդարության պատճառով իր ձեռքը բարձրացնում է, որ մեզի պատժի, բայց Հիսուսի դավանանքը գիտեք ինչու՞մն է, Հայր, ձեր միտու դրան, նա իմն է, ու Հայր Աստված այնքան է սիրում, ու այնքան է հարգում իր որդուն, որ ինքը իր արդար ձեռքը իջեցնում է, ու մենք չենք պատժվում։ Տերը ասում է, եթե դու իմ անունի համար ամաչում ես դավանելու, ես էլ չեմ անի այդ բանը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Անպայման չի որ մենք մեռնենք, գիտեք, ոնց վերևից կրակ իջնի ու մեռնենք, չէ։ Մենք ուղղակի կամաց կհալվենք, որպես հավատացյալներ, կամաց կմեռնենք ու կապրենք այս կյանքի մեջը, մենք ինքներս մեզ խաբելով, որ մենք հավատացյալ ենք, բայց իրականում մենք չենք գնում Քրիստոսի հետևից։ Որովհետև դավանանք չկա մեր կյանքի մեջ, որովհետև մենք ամանչում ենք Քրիստոսի անունի համար։ Դա առաջինն է, ինչ էլ որ մենք կարևոր է։ Երկրորդը Մատթեոսի 10-րդ գլուխ 34-36 համարները։ Հետաքրքիր բան է, Մատվե 10 глава 34-36 стихи։ Մի կարծեք, թե ես եկա երկրից վրա խաղաղություն գցելու, չեկա խաղաղություն գցելու, այլ սուր, որտեղ եկա բաժանելու, մարդը իր հոր դեմ, եւ աղջիկը իր մոր դեմ, եւ հարսը իր կեսուրի դեմ, եւ մարդի թշնամիները իր ընտանիքը կլինի։ Հասկանում եք, երբ որ ես ճիշտ առաջնորդություն ունեմ, երբ որ իրականում խաչը իմ վզից դրած ես տանում եմ այս կյանքի մեջ, շատ անգամ ոչ թե ուրիշները, հարևանները, ծանոթները, միջև անգամ անծանոթները, որ իմանում են խելքը թրծրել է, ինչեր է անում, չէ, այդ չէ։ Ընտանիքի անդամներն էլ կարող է պատահի այդ բանը եղնի։ Ու շատ անգամ մենք տեսնելով, որ ընտանիքում անխաղաղություն է լինում, մենք գերադասում ենք ու ասում ենք, որ լավ մի քիչ ավելի, ոնց որ ասում են, տորմուզներս բռնեմ, արգելակներս բռնեմ, պետք չի այդքան շատ, որ ինձ վրա ուրիշ կարծիքներ չունենա։ Չէ որ Տերը ասում է, որ ես չկարծենակ, որ ես եկա այստեղ խաղաղություն բերելու։ Չէ, ես սուր եմ բերում, ու այդ սուրի պատճառով միջև անգամ ընտանիքի անդամների մեջ խնդիրներ կեղնի։ Մենք որ սիրում ենք մեր ընտանիքի անդամներին, մենք շատ անգամ կարող ենք այդ ընտանիքի անդամների պատճառով այդ խաչը դեն գցել, դեն դնել, մտածելով, որ ինչ խոմ չեմ քանդելու իմ ընտանիքս, սրա պատճառով։ Բայց դուք գիտեք, որ ինչքան ընտանիքներ է քանդվել, իմенно դրա համար, որ Աստված դրել է մարդու մեջ խաչ կրելու բանը, եւ ընտանիքները չեն համբերել։ Ես չգիտեմ, մի հատ մեծ գիրք է, ասենց հաստ գիրք է, կարդացել եք թե չէ, եթե գտնեք կարդացեք, Հոերթամ, Էձևի գիրքը, Կամո Գրիդուշի, Սենկևիչի գիրքն է, այնտեղ երբ դուք կարդում եք, տեսնում եք ինչեր է կատարվում, մարդիկ ոնց են իրանց ընտանիքից զրկվում, ինչի համար, որ Քրիստոս էին դավանում, որ Քրիստոսի հետևից էին գնում, հրեաները, որոնք որ դառնում էին քրիստոնյա, ընտանիքի անդամները նրանց հալածում էին ու շատ անգամ սպանել էին տալիս։
Այսօր, երբ որ մուսուլմանական երկրների մեջը մուսուլմանները դառնում են քրիստոնյա, ընտանիքի անդամները դուրս են անում նրանց։ Ով էլ ուզում է եղնի, երեխա կենես, կնիկ կենես, մարդ կենես, դուրս են անում ժողովուրդ։ Ու հալածում են, որ միջև անգամ բռնեն ու սպանեն էլ։ Ինձ էսենց երեխա պետք չի։ Դու ուրացել ես մեր կրոնը։ Այդ պետք է եղնի, ու այդ խնդիրի ժամանակ մենք ում ենք գերադասում։ Սա շատ կարևոր է, երրորդ կարևոր բանը, որ Մատթեոսի 10-րդ գլուխ 37 համարն է ասում։ Մատթեոս 10 глава 37 стих. Ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չի, եւ ով որ որդին կամ աղջիկը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չի։ Այ խաչի բանալուց մեկն է։ Իմ երեխու պատճառով ես կարող եմ ուրանալ Աստծուն, ես կարող եմ Աստծուն բանի տեղ չդնել, որ իմ երեխես նեղություն չունենա։ Ինչ է դա նշանակում, որ դու քո երեխուն ավելի շատ ես սիրում։ Իմ մարդուս, իմ կնգաս, իմ կնիկս չի, իմ մարդս չի թողնում ես գնամ եկեղեցի։ Ես էլ չեմ գնա, ինչի՞ պիտի գնամ, օջախս քանդեմ։ Ինչի՞ վերջո ինձի պետք է այդ ձևի, Աստված որ ինձի պետք է օջախ քանդել դա։ Ժողովուրդ, այդ ձևի հավատքը Աստված չի ընդունում։ Երբ որ մենք գերադասում ենք, այս հիշում եմ մեր քրեկուրերից մեկը, որ եկեղեցի էր գալի ու իր մարդն էլ վերջ փառք եմ տալի ասում, գիտեք ինչի համար, որ այդ անձնավորությունը որ իր կնգան հալածում էր։ Ամեն ինչ անում էր, ու դա մեկը չէ, երկու հոգի, ես ինչքան գիտեմ երկու հոգի կարող ավելի եղներ, բայց երկու հոգին շատ լավ ճանաչում եմ, որոնք որ ոչ միայն չէին թողնում իրանց կանանց եկեղեցի գնալու, այլ երբ որ Աստվածաշունչ էին գտնում, պատրտում էին։ Չգնաս թե չէ գլուխդ կջարդեմ, կներեք ես խոսքի համար, այդ ձևի սպառնանքներ, ծեծի սպառնանքներ։ Քույրերից մեկը գիտեք ինչ ասել, ասում է քեզանից կգնամ, բայց բանից չեմ գնա, Աստծուց չեմ գնա։ Դրեց մարդու առաջը, այդ խիստ մարդու առաջը դրեց այսպեսի բան։ Ու գիտեք ինչ եղավ, այդ երկու անձնավորություններն էլ ժամանակին դառան դեպի Քրիստոս։ Ճիշտ է, շատ երկար չտևեց իրանց Քրիստոսի մեջ լինելը, մեկը մի տարի, մեկը 2 տարի, բայց վերջիվերջո նրանք դառան Քրիստոսը ու այնքան ոնց որ ազարտի մեջ էին, կներեք, սխալ եմ ասում, այնքան ոգևորված էին Քրիստոսի մեջ գտնվելով, որ զարմանում է, ասում է, այս սրանց մասին էդ են ասում, որ սրանք sense հալածողներ են, այնքան էին եկեղեցի ամեն կիրակի գալիս էին ու ամեն ինչ անում են։ Ինչի համար, որ ժամանակին ընտրության ժամանակ իրանց կողակիցները կարող է սիրելով կամ հարգելով իրանց մյուս կողմին միևնույն է ընտրեցին Աստծուն։ Ու Աստված հրաշք գործեց։ Ու վերջում տեսեք Մատթեոսի 10-րդ գլխի 39 համարում ինչի ասում։ Մատթեոս 10 глава 39 стих. Ով իր անձը գտնում է կորցնի իրան, եւ որ իր անձը ինձ համար կորցրեց, նա կգտնի։ Ով որ իր անձը ինձ բանը ինձ այնքան է սիրում որ կարող է պատահի ինձ կորցնի վերջիվերջո ինքը կորցնի իրականում որովհետև ել եմ ասում մենք ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ եւ մեզանից յուրաքանչյուրը վկայություն կարող է տալ ամեն անգամ ես նայում եմ ինձի ու ասում եմ երբ թռավ այս տարիները երբ թռավ ես չէ որ ես պատկերացում չունես այն շուտ գնալու ոնց կարող է պատահի ես արդեն 65 տարեկան եմ դառնում Ես որ նայում եմ ուրիշներին պենսիոներներ, հիմա ես պետք է պենսիոներ եմ շուտով, եթե Տերը միջև այդ կյանք տվեց։ Ու ես մտածում եմ տարիներ անցավ, ես համոզված եմ որ եթե Տերը ինչ որ մի ժամանակ էլ տվե ինձ ապրելու, դրանք էլ շուտ կթռնեն կգնան։ Ու այս անձի համար մտածելով հոգիս կորցնեմ, սա պարզ է որ խաչ տանել չի։ Որովհետև այս ժամանակին, երբ որ ես դեռ ապրում եմ այս կյանքի մեջ, ինչի չվայելեմ, ինչի չանեմ ամեն ինչ ինչ որ ուզում եմ, ինչի որ խաչ պետք է քաշ տամ, վզից դրա տանեմ, ի պետք է ինձ ենալ, ապրում եմ էլի եմ ասում, մի կյանք է տված, այդ կյանքը նենց ապրեմ, որ ոնց որ ասում են, հետո չափսոսամ որ ես այս կամ այն բանը չարեցի, բայց իրական խաչ կրողը ոչ մի անգամ իր համար այդքան հոգ իր մարմնի համար հոգ չի տանի, որովհետև գիտե որ եթե ես իմ մարմնի համար հոգ ստանեմ, ես հոգիս կկորցնեմ։
Իսկ եթե իմ հոգու համահոգ ստանեմ, կարող եմ մարմինս ճնշվի, բայց հոգիս հավիտենական կապրի երկնքում մեկ ուրիշ մարմին հագած, փառավոր մարմին, որն որ Քրիստոսը կտա մեզին։ Ու երրորդ կարևոր բանը, որն որ ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, Մատթեոսի 16-րդ գլխի 24 համարը։ Երբ որ մենք ուրանում ենք մեր անձը, երբ որ մենք խաչը վերցած գնում ենք Քրիստոսի հետևից, երրորդ կարևոր բանը, եւ իմ հետևից եկեք։ Ինչ է դա նշանակում։ Այսօր քրիստոնեությունը պատրաստ է Քրիստոսի հետևից գնալու։ Քրիստոնյաները պատրաստ են Քրիստոսի հետևից գնալ, միայն թե Քրիստոսը իրանք չտիպի անել այն, ինչ որ իրանք չեն ուզում։ Այբ որ մի քարոզ եմ լսում, որտեղ որ կապչում է ինձ, էլի, այ լավ էլ կապչում է ինձ, կարող է պատահի ֆիզիկապես չի ցավացնում, բայց այն բարոյական ցավ եմ զգում, որ ինչի պիտի այդ բաներ ասեն, չէ որ ես այտենց եմ բան, ու սկսում եմ հակառակվել, ոչ թե փոխվելու ցանկություն ունեմ ժողովուրդ, այլ սկսում եմ հակառակվել ու ասել, ինչը անպայման պետք է սաղը սենց եղնեն, չի կարելի մի քիչ ուրիշ ձևի, չի կարելի որ Աստված մի անգամ ինձ լսի, իրանք չունեմ ես ինչ որ ցանկություններ անել, ու երբ որ ես մի ցանկություններ եմ անում, վերջի վերջով Աստված ինձ ամեն ձևով ձգտում է պատժել, որ ես այդ ցանկությունների մեջ չառաջնորդվեմ։ Ինչի անպայման պետք է նենց եղնի, ոնց որ հիմ քարոզում են, ասում են, որ սենց պետք է անձը ուրանա, խաչը վերցնի, շատ անգամ մենք պայմաններ ենք դրում Աստծո առաջ։ Միտեղ եմ ուզում կարդալ, իհարկե ես չգիտեմ ինքը իրավունք ուներ Հակոբի մասին եմ կարդում, Հակոբը որն որ նահապետներից մեկն էր, Աբրահամի թոռը, Հակոբը, որն որ ժամանակին փախավ իր հորից, իր եղբորիցը փախավ, որովհետև խաբելով վերցրեց առաջնեկությունը եւ ճանապարհին գնալով ինքը դուք գիտեք, երաս տեսավ, որտեղ որ երկնքից իջած մի հատ սանդուղքներ կար, որ հրեշտակները բարձրանում իջնում էին, զարթնեց, ուրախացավ, որ Աստված իր հետ է ու պայման դրեց ասում։ Նայեք ինչ է ասում։ Ծննդոց 28-րդ գլուխ 20-22 համարներն եմ կարդալու։ Бытие 28 глава 20 и 22 стихи։ Վերջի 3 համարները։ Եվ Հակոբը ուխտ արավ եւ ասեց. Շատ լսեցեք, եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահե այս ճանապարհումը, որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տա, եւ ես խաղաղությունով ետ դառնամ իմ հոր տունը, Եհովան ինձ համար Աստված լինի, եւ ես այս քարը, որ ես արցան կանգնեցրեցի, Աստծո տունը լինի, եւ այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ 10-րդ կտամ։ Պայման, եթե դու ինձ հետ լինես, ինձ ուտեցնես, խմեցնես, իմ ճանապարհը հաջողեցնես, ես քեզ հետ կլինեմ, ես կանեմ էս, հիմի հարց առաջանում, բայց եթե չէ, ինչ, եթե չէ ինչ, ես նորից եմ ասում, Հակոբը ինչքանով իրավունք ուներ այդ բաները ասելու, մենք չունենք ժողովուրդ իրավունք, մենք Աստծո առաջ պայմաններ դնելու իրավունք չունենք, եթե դու կորչնես, ես քեզ կծառայեմ, եթե դու իմ գրպանի փողը չպակսեցնես, ես կծառայեմ, եթե իմ առողջությունս վերականգնես, ես կծառայեմ, բայց եթե չէ, ով է վնասվելու, Աստված դու կվնասվես, մի հատ հետևորդ կպակսի քո մոտ, ուրեմն ինչ կեղնի, քո փառքը քիչ կպակսի, տենց է թե չէ, իհարկե չէ, Աստված ուզում է սաղ միլիարդավոր մարդիկ որ ապրում են, 8 միլիարդի չափ մարդ են ապրում, եթե բոլորը դժոխք գնան, Աստծո փառքը մի միլիգրամով չի պակսի, ժողովուրդ, Աստծո փառքը հնարավոր չի պակսել, երբ որ մենք Աստծո առաջ պայման ենք դնում, ու ասում ենք, որ եթե դու այդ անես, ես կանեմ, կարծես է Աստված պարտավորությունում ենք, այն որ ինչ որ Աստված արեց, պարտավոր չէր ժողովուրդը, իր որդուն զոհաբերեց, արդեն էդի հերիքա, որ մենք կարողանանք, եթե հասկանում ենք, կարողանանք ասենք, փառք քեզ Աստված, այս ինչ ողորմած Աստված ես, որ ես դժոխք էի գնում, ինձ ազատեցիր դժոխքից, եւ ոչ թե դրա համար, որ ես ինձ լավը դարձեցիր, այլ քո որդու արյունի միջոցով ինձ տվեցիր հնարավորություն։ Նայեք Ղուկասի ավետարանը, ես միտեղ եմ ուզում կարդալ ու դրանով կվերջացնեմ, ուզում եմ որպեսզի մենք հասկանանք, որ Աստծո հետևորդությունը
Периодически չի, այսպես մի անգամ էլի, շաբաթը մի անգամ, երկու անգամ, ում գալիս ենք, չէ, կան այստեղ մարդիկ, որ 5 շաբթի օրել են գալի, կան մարդիկ, որ ուրիշ ժամանակներ, եթե հնարավորություն է եղնում, ինչ որ ծառայություններին մասնակցում են, բայց տեսեք Ղուկասի ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ նույն գաղափարը ինչպես է ներկայացնում։ Ղուկաս 9-րդ գլուխ 23 համարը, Լուկա 9 գլավա 23 ստիխ։ Եվ ամենին ասում էր, եթե մեկը կամենում է, էլի նույն խոսքերը, իմ հետևից գա, թող իր անձը ուրանա, էսի առանց որևէ պայմանի է, եւ ամեն օր իր խաչը առնե եւ իմ հետևից գա։ Ամեն օր ժողովուրդ, ոչ թե շաբաթը մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, ամեն օր։ Այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը պարզ ասում է, որ մեր հոգևոր կյանքը չպետք է դադարի շաբաթվա 7 օրվա ընթացքում, ամեն օր։ Ատեն չի գիտեք, որ Աստված ասեց 6 օր աշխատի, 7-րդ օրը ինձի տու, ամեն օր։ Ու եթե մեր կյանքի մեջ ամեն օր չկա, եթե ամեն օր Աստված մեզ համար այդ կարևորությունը չի, ինչպես որ կիրակի օրն է, այսօր եկել ենք մենք ստեղ մեզ համար Աստված ամեն ինչ է։ Իսկ մնացած օրերը դե ոչ այնքան բան չի։ Որտեղ մենք զբաղված ենք մեր կյանքով ամեն ինչով։ Հա, էլի զբաղվի, բայց ինչպես միշտ հիշիր, որ Աստված ոչ թե մենակ կիրակի օրվա Աստված է, այլ ամեն օրվա Աստված։ Աստված ոչ թե մենակ քեզ կիրակի օրն է օրհնում, այլ ամեն օր օրհնում։ Եվ դու պետք է ամեն օր Աստծո ներկայության տակ եղնես։ Քո անձը ուրանաս ամեն օր, քո խաչը վերցնես ամեն օր եւ Աստծուն հետևես ամեն օր։ Ամեն օր։ Սուտկի մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր։ Տերը բոլորիս օրհնի։ Մտածելու բան տա։ Ես հավատացյալ եմ, ես Աստծո հետևորդ եմ, ինչով եմ ապացուցում իմ Աստծո հետևորդ լինելը։ Մենակ դրանով որ ընդեղից տեղափոխվել եմ ստեղ, էլ մոմ չեմ վառում, էլ խաչ չեմ պաշտում, էլ սրբապատկեր չեմ պաշտում, թե իմ կյանքի մեջ իրական Աստծո հետևորդություն կա։ Աստված իրականում ինձ առաջնորդություն։ Թող փառք Աստծուն լինի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։